Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Ան, ինչի ներս չեկար։ Որովհետև ուզում եմ հիմա իրար հետ շատ անկեղծ խոսանք։ Ու դու ինձ ամեն ինչ պատմելու ես։ Չփորձես մի հատ տառ ինձ խապես, Մարիա։ Ան, ինչ ես ուզում որ ասեմ։ Թե ինչի ես թակուն զենք վերցրել ու դուրս եկել ձեր տնից։ Թե ինչի ես անդադ Ռաֆի անունը տալիս ու լացում։ Ինչի ես անդադ ուզում հետը առանձին հանդիպես։ Ես քո ապրումները ինչ կապ ունեն Ռաֆի հետ, հա, Մարիա։ Անի, ես արդեն շատ լավ հասկացել եմ, թե ինչա քո մտքում։ Ուղղակի չեմ ուզում հավատամ։ Ես չեմ ուզում հավատամ, որ դու այդ զենքը վերցրել ես, որ Ռաֆին սպանես։ Քեզ ինչա թվում, այդ քեզ օգնելու էր, հա։ Ռաֆին վախացնելու էր, ինքն է գնալու էր այդ մեղքը իր վզով վերցներ։ Ես չեմ, ես ուղղակի ապշած եմ, բա որ ես այնտեղ չլինեի, ինչ էիր անելու։ Լուրջ սպանելու էր դրան։ Ես ինչ մտքեր ա ծագում քո ուղեղում։ Ախր դու միշտ պայքարել ես հանցագործության դեմ, միշտ դեմ ես եղել սպանությանը։ Որ այս ձեռքը զենք վերցնի, գնա հասնի մարդու տուն ու փորձի իրան վնասի։ Ան, դու ոչ մի բան չգիտես, ոչ մի բան։ Չգիտեմ, բայց դժվար չի հասկանալը, որովհետև ամեն ինչ իրար հետ եմ կապում։ Դու ես վերջերս միշտ Ռաֆից էիր խոսում, հանգամ ինձ էիր մեղադրում, որ ես իրա հետ եմ շփվում, առանձին հանդիպումներ էիր ուզում, ու Լիլիթից էլ ես հանդիպում ուզե։ Ու գիտես ինչն է ամենահետաքրքիրը, որ դու չես ուզում ուղղակի Ռաֆի հետ դրսում հանդիպես, ուզում ես ինչ-որ առանձին թակում տեղում լինեք։ Ես ուղղակի պիտի հիմար լինեմ, որ չհասկանամ ինչա քո մտքում, Մարիա։ Ախր հասկացի, Ռաֆը ինչ ուզում արած լինի, ինքը արժանի չի, որ դու քո ձեռքերը կեղտոտես, որ քո անունն ու պատիվը ուրանաս, հասկանում ես ինձ։ Ու հետո այս ամեն ինչը քո պապան է ինձ պատմում։ Ան, իսկ եթե ես ոչ անուն ունեմ, ոչ էլ պատիվ, եթե ինձնից այդ ամենը Ռաֆը խլել է։ Մարիա, Ան, դու ոչ մի բան չգիտես, խնդրում եմ մի շարունակիր։ Չէ, շարունակելու եմ, ու այնքան եմ շարունակելու, մինչև այդ ուղեղդ մտնի։ Ես չեմ հասկանում, դու ինչ ես մտածում, այդ մարդ սպանելը տենց խաղոպար է, հա, սպանելու էր ու գնալու էր հանգիստ ապրեիր։ Ես ինչ իրա քո մտքերում, ես ոնց ես դու թուլացե։ Ան, ես չեմ թուլացել։ Ինձ կոտրել են։ Ես ինձ կորցրել եմ ու այս պահին ինձ նրան են հասցրել, որ ես մենակ այդ մարդու արյունը տենչեմ։ Հալավ ինչ արե Ռաֆը, ուղղակի վախկոչան նման իր արածից փախել է, բայց դե մեկը ուշ թե շուտ պատասխան ա տալու։ Ան, ինքը ավելի վատ բան ա արել, քան փախնելը։ Ինչ արել է, Մարիա, ինչ արել, որ քո գլխում այտենց հրեշավոր մտքեր ա ծնվել, ինչ արել Ռաֆը։ Ան, Ռաֆը ինձ բռնաբարել է։ Ինչ։ Ինչ ասեցիր, Մար։ Չեմ հավատում, որ բարձրաձայն ասեցի։ Մարիա, ինչ ես խոսում։ Բացատրի մի հատ ինձ։ Խոսա, Մար։ Ան, ուզում էիր չէ իմանայր հետս ինչա կատարվում։ Ուզում էիր իմանալ ինչի եմ ես ինձ սենց պահում, ասեցի։ Ռաֆը ինձ բռնաբարել է ու այդ քայլով ինձ ստորացրել է։ Ես ինձից զզվում եմ հիմա։
Հավատը չի գալիս, չէ՞ որ ես այնքան թույլ կարամ լինեմ, որ Ռաֆը իմ հետ այդպես վարվի։ Բայց պարզում է, որ ես իրոք շատ թույլ եմ եղել ու անօգնական։ Մարիա, երբ ա եղել այդ դեպքը։ Ոնց եք հանդիպել։ Ինչի ես գնացել Ռաֆի հետ հանդիպման։ Երկու օր առաջ ինձ անծանոթ համարից զանգ եկավ։ Սոֆյան էր։ Խնդրեց, որ հանդիպենք, ասեց, որ իրեն ստիպել են, որ ինքը Դավիթի դեմ բողոքի։ Ոնց ես, մամ ջան։ Լավ եմ, տղես։ Ես վերջերս այնքան խառն ես, որ չեմ հասցնում իսկի դեմքդ էլ տեսնել։ Հա, դե Դավիթի հարցերով եմ զբաղված։ Համել Օֆայի բուժման հարցերով եմ խառը, մամ։ Ոնց։ Օֆան որոշել է բուժումներ ընդունի։ Գիտեի, որ կուրախանաս, դրա համար էլ ասացի։ Հա, հստակ որոշել է, որ ուզում է բուժվի։ Ու բուժման առաջին փուլը արդեն սկսել ենք։ Բայ, Ռուբեն ջան, չես պատկերացնի ոնց ուրախացա։ Սիրտս մի տեսակ թեթևացավ։ Ես էլ, մամ, ես էլ ուրախացա, բայց համել զարմացա։ Մի բան էլ ասեմ, Օֆան ամեն ինչի պատրաստ է Մարիայի համար։ Ես ինձ շատ մեղավոր եմ զգում Օֆայի առաջ։ Չգիտեմ, կկարողանամ մեղքս թեթևացնել, կհասցնեմ մեղքս թեթևացնել։ Բայց ամենակարևորը գիտես որն է։ Շատ եմ ուզում իրեն երջանիկ ու առողջ տեսնել։ Մարիա, ինչի է Ռաֆը մինչև հիմա ազատության մեջ։ Ինչի դու այդ անասունի կոկորտից չես բռնել ու չես տարել բաժին։ Ինչի, Մարիա։ Ինչի ես այսքան ժամանակ լռել։ Ինչի ես թողել, որ այսքան օր անցնի։ Ախր մասնագետը դու ես քեզ պիտի բացատրեմ, ինչ պիտի արած լինեիր։ Անդի կգաս գնանք իմ աշխատասենյակ։ Մարիա, Այս մասին Աբուլը չգիտի։ Այս մասին մենակ ես ու դու գիտենք։ Խնդրում եմ, չեմ ուզում իմանա։ Դու գոնե հասկանում ես, որ ինքը իրավունք չունի ազատության մեջ մնալու։ Ինչ անեմ, Ես նույնիսկ Սոֆիային չեմ կարողանում ապացուցել, որ զանգողը ինքն է եղել, ինչ անեմ։ Բայց դու ինքդ քեզ չես կարող խապես։ Չես կարող ձևացնես, որ ոչ մի բան չի եղել։ Տենց մարդիկ պիտի պատժվեն։ Ոչ թե մտածեն, որ կարան ուրիշի կյանքը փչացնեն ու հանգիստ հեռանան։ Ոտում եմ Ռաֆին։ Ես միշտ դրան ոտել եմ ու իզուր չի եղել։ Ինչ անեմ։ Գնամ խեղդեմ դրան, որ հանգստանամ։ Դու հիմա իրավունք չունես ձեռքերդ ծալած նստես։ Դու հասկանում ես, որ ինքը հիմա ուղակի ապրում է, բայց քո ու Դավիթի կյանքը ոտից գլուխ փչացրել է։ Ես ապշած եմ, որ դու մինչև հիմա համբերել ես։ Չեմ ուզում Աբուլը նկատի։ Արի գնանք։ Լավ, մենք կգնանք, բայց մենք մինչև վերջ խոսալու ենք սրա մասին, Մարիա, մինչև վերջ։ Ես դու ինչերի միջով ես անցել։ Ես այն ժամանակ չէի հասկանում, ավելի ճիշտ չէի ուզում հասկանալ քո Օֆայի պատմությունը։ Միշտ մտածում էի, որ քեզ համար ավելի լավը կա, որ ավելի ճիշտը կա, բայց հետո զգացի, որ շատ սխալ եմ արել, ես իրավունք չունեի ձեզ բաժանելու։ Ես չհասկացա, որ իսկական սերը խաղ ու երազանք չի։
որ մարդ պիտի գնահատի իր կողքինի հոգին եւ ոչ թե իր պատկերացումները։ Մամ ջան, ես այս ամեն ինչը քեզ նրա համար չասեցի, որ դու քեզ էլի սկսես մեղադրել։ Այս ամեն ինչը թող մնա անցյալում, խնդրում եմ։ Ում մի մեղադրի քեզ։ Չէ, Ռուբեն ջան, այդ անցյալ չի։ Անցյալը միշտ էլ իր հետևից հետքեր է թողում, հետևանքներ է թողում։ Ես այդպես էլ չտեսա քեզ երջանիկ։ Ես իրավունք չունեի ձեզ բաժանելու։ Ես կարծում էի, որ ամեն ինչ ճիշտ եմ անում, որ քեզ պաշտպանելու եմ քեզ խելամիտ կյանք տալով։ Բայց տեսա, որ այդ կարծրատիպերով դարձա քո Օֆայի դժբախտության պատճառը։ Դա Աստված հիմա գոնե Օֆան առողջ լինի։ Խնդրում եմ Ռուբեն ջան, ամեն ինչ արա Օֆայի համար, ոչինչ չխնայես։ Ես առանց այդ էլ ամեն ինչ անում եմ, մամ։ Այստեղ կարևորը գիտես որն է, որ Օֆան հենց ինքն է ուզում ապաքինվի, ինքն է ուզում առողջանա։ Մամ, ինչ եղավ։ Սիրտս մի տեսակ ցավում է։ Իբրև թե Օֆայի կրած տանջանքները քիչ էր։ Հիմա էլ այդ առողջական վիճակը, տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, որ կարողանա վայելել կյանքը։ Իսկ ինչ ասեցին։ Բժիշկը ինչ ասեց, ինչից եք սկսելու։ Դե արդեն սկսել են օրգանիզմը պատրաստել վիրահատության։ Իսկ դա շատ բարդ վիրահատություն է։ Դե բարդ է, իհարկե բարդ է։ Այստեղ կարևորը Օֆան ուժեղ լինի։ Ես անընդհատ կաղոթ եմ Օֆայի առողջության համար։ Ան դու պատկերացնում ես ինչ կլինի, եթե այս ամենը հանրային դառնա։ Եթե ես այս ամենի մասին խոսեմ ու դատական գործ հարուցեմ։ Ես չեմ ուզում այդ ամեն ինչի միջով անցնել։ Չեմ ուզում մարդիկ մտածեն, որ ես այդքան հիմար եմ եղել, որ այդքան թույլ եմ եղել։ Ու ամենակարևորը չեմ ուզում, որ Դավիթն այս մասին իմանա։ Մարիա, ես քեզ խնդրում եմ, ուղղակի աղաչում եմ, հերիկա քեզ մեղադրես, հերիկա, ինչ կան ասեմ, որ դա քո կամքով չի եղել։ Փաստաբանը դու ես եմ քեզ բացատրում։ Դու հասկանում ես, որ հիմա է երևում քո թուլությունը։ Քո հանդեպ սենց վատ են վարվել։ Իսկ դու ինչ ես անում։ Ոչ մի բան։ Ինչից ես վախենում։ Կամ լավ, ումից ես վախենում, Մարիա։ Ես վախենում եմ Դավիթի աչքերի մեջ նայելուց։ Հասկանում եմ, բայց դու էլ պիտի հասկանաս, որ դու ու քո լռությունը մենակ օգնում եք Ռաֆին։ Ինքը հիմա հպարտ իր համար քայլում ազատության մեջ, իսկ դու անգամ քո սեփական շողքից էլ ես վախենում, Մարիա։ Ոնց ես պատրաստում սենց ապրես։ Երկար ես ձգելու։ Դավիթը մեկա ուշ թե շուտ իմանալու է սրա մասին։ Ավելի լավ է մի բան դու անես։ Դու պատկերացնում ես, որ Ռաֆը ընկնի Դավիթի ձեռքերը։ Այդ վաղտ Դավիթը հաստատ մարտասպան է դառնալու։ Ու ոչ ոք էլ չի կարա իրան մեղադրի։ Ինչ էլ անի քիչ այդ աննասունին։ Ես Դավիթին կկորցնեմ։ Մարիա, խնդրում եմ հիմա ինձ լսի, արի գնանք ոստիկանություն։ Արի ցուցմունք տանք Ռաֆի դեմ։ Անհասկանում ես, որ մենք ոչ մի բան չենք կարա էլ ապացուցենք։ Քանի օր անցել է, ես նույնիսկ այդ օրվա հագուստն եմ թափել։ Ին վրա էլ ոչ մի բռնության հետք չկա, ես ոչ մի բան չեմ կարա ապացուցեմ։ Ինչ ես ստիպում, որ մասնագիտական բաներ ասեմ, ինձ տհաճ է։
Ուրիշ մի բան մտածի։ Դու ամբողջ կյանքդ ես գործով ես զբաղվել։ Միշտ գոռում էիր բռնություն թաքցնել է այդ վատա, բռնությունն է վատ։ Հիմա ինչի ես քեզ հակասում։ Ան որովհետև հասկացել եմ, որ բռնությունը մենակ մարմնիդ վրա հետք չի թողնում։ Ներսդ էլ է կոտրում ան։ Դու սկսում ես ինքդ քեզ կասկածել։ Մտածում ես, որ ինչ-որ բան սխալ ես արել, որ հնարավոր էր այդ ամեն ինչից ինչ-որ կերպ խուսափել, բայց սկսում ես ինքդ քեզ մեղադրել ամեն հարցում։ Բռնությունը կեղտոտում է ոչ միայն մարմինդ, այլ ներսդ։ Դու սկսում ես քեզ չընդունել։ Դու սկսում ես քեզ այնպիսին չզգաս ոնց այն ժամանակ էր, սկսում ես նույնիսկ վախենալ հայելու մեջ ինքդ քեզ նայել։ Ու ամենավատն է, որ աշխարհը շարունակում է նույն ձևով մնալ։ Մարդիկ շարունակում են իրենց կյանքը նույն կերպ ապրել, իսկ դու սկսում ես վախենալ։ Վախենալ ու քեզ այդ մարդկանց շրջապատում չպատկերացնել։ Ան ես մտածել էի Ռաֆին վնասել։ Մտածում էի Ռաֆին սպանելու մասին ու նույնիսկ քայլեր եմ ձեռնարկել դրա համար։ Բայց հազիվ եմ ինձ զսպել, հազիվ եմ ինձ կառավարել, որ այդ քայլին չգնամ, բայց հասկանում եմ, որ բռնությունը մարդուն կարա մարդասպան դարձնի։ Նոն ջան, քեզ տեսա, ասեցի մոտենամ, վաղուց չենք հանդիպել։ Այլ ամեն ինչ առաջվանը չի, ու նորմալ է, որ չենք հանդիպել։ Հա, ես բան չասեցի, նոն, էլի նորմալ է, ուղղակի մենք 1000 տարվա ընկերուհիներ ենք, ախր մեզ չի սազում։ Ես արդեն ոչ մի բանի չեմ նայում, ինչն է սազում, ինչ չի սազում։ Ես էլ արդեն բոլորին նման սկսել եմ թքած ունենալով ապրել։ Շատ կոպիտ ես, նոնա, ես քեզ ինչ-որ վատ բան եմ արել, հա։ Ես քեզ նեղացրել եմ, ախր մեր երեխեքի հարաբերությունները դա մեր երեխեքի հարաբերություններն են։ Ոչ ես եմ մեղավոր դրա մեջ, ոչ էլ դու ես մեղավոր։ Ես քեզ չեմ մեղադրում, չէ՞ նոն ջան։ Դե ուզում եմ, որ նույն կերպ էլ դու վարվես իմ հետ։ Դու ճիշտ ես։ Կներես, ես չի ուզում քեզ վիրավորեի։ Ալա, ճիշտ է, ամեն ինչ էլ չի կարա առաջվանը լինի։ Բայց այս լարվածությունը պետք է մեր մեջ կոտրվի։ Մենք կարող ենք ամեն ինչ շտկել, գոնե 2 բառ իրար հետ փոխանակելու համար։ Բա ես էլ եմ նույն բանն ասում, նոն ջան, հետո մեզ իրար հետ շատ բան է կապում։ Վատ պատմություններն է կապում, ալա, վատ պատմությունները։ Ու այդ պատմությունների հերոսը քո տղան է։ Նոնա, արի չմոռանանք, թե ով է Ռաֆին դրթել, որ նման հերոսություններ անի։ Լավ, արի չխորանանք այս թեմաներով, թե չէ էլի վիճելու ենք, էլի կռվենք, էլի դու գնաս, արհամարենք իրար։ Չնայած ինչի եմ քեզ մեղադրում։ Չէ, ես քեզ լավ էլ հասկանում եմ։ Դու մայր ես ու նորմալ է, որ դու քո տղային պաշտպանում ես։ Հիշում եմ, թե ոնց էի Գրիգին պաշտպանում, վստահ չլինելով, որ Վահանն է։ Ու հենց հանկարծ ինչ-որ մեկը վատ բան էր ասում։ Բոլորի հետ կռիվ էի անում։ Բա տեսնում ես, մայր լինելը այդպիսի բան է։ Քո երեխու թերությունները ուրիշի աչքերում են թերություններ, իսկ քո մոտ դա առավելություն է, ու դու պատրաստ ես բոլորի հետ վիճես քո երեխու առավելությունների ու թերությունների համար, քո երեխուն պաշտպանելու համար, նոնա։ Ճիշտ եմ, չէ՞։ Հա, ճիշտ ես, ալա։ Մարիան ոնց է։ Չէ, ես ուզում եմ հասկանում, դու իրոք հետաքրքրվում ես Մարիայով։ Մարիա, ես հասկանում եմ, որ քեզ դժվար է, որ դու ամաչում ես, վախենում ես ու լիքը տենց բաներ։ Բայց մենք հիմա իրավունք չունենք լռելու։ Ես քեզ խնդրում եմ, արի նստենք, հասկանանք, մտածենք, թե ինչ կարանք անենք։ Անի ոչ մի բան։ Մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Ես մենակ խայտարակ եմ լինելու, ոչ մի բան չեմ կարողանալու ապացուցել։ Էլի նույնը, Մարիա, էլի նույնը։ Դու չես հասկանում, որ հանցագործություն ես կոծքում։ Իսկ եթե հետո Ռաֆը այս ամեն ինչը ուրիշ կերպ ներկայացնի, դրա մասին մտածել ես։ Ես այդ ստորից ամեն ինչը սպասում եմ։ Դրա համար, քանի մենք ունենք այդ հնարավորությունը, խնդրում եմ քեզ, արի դրան ցույց տանք իր տեղը։ Անխնդրում եմ։ Ես էլ չեմ ուզում այս մասին խոսենք։
Մարիա, Ան, ես քեզ խոստանում եմ։ Կմտածեմ, եթե ինչ-որ տարբերակ լինի, քեզ էլ կասեմ, կխոսենք այդ մասին։ Բայց հիմա էլ չեմ ուզում այստեղ մնալ։ Չեմ ուզում այս մասին խոսել։ Ան, խնդրում եմ քեզ։ Ոչ մեկին այս մասին չասես, լավ։ Շատ եմ խնդրում, դու էլ ինքդ քայլեր չձեռնարկես։ Խոստանում եմ, որ կլռեմ։ Բայց եթե դու ոչ մի բան չանես, Մարիա, այ արդեն ես եմ անելու ամեն ինչը։ Բայց հիմա հանգիստ եղիր, կլռեմ։ Դեռ կլռեմ։ Նոնջան, դե ես էլ աղջիկ ունեմ։ Ու անհանգստանում եմ, իհարկե անհանգստանում եմ։ Ես չէի ուզենա, որ Մարիան մի անգամից ամուսնանա ու դժբախտանա։ Դավիթի գործից ինչ կա, ինչ եղավ։ Չհասկացա, Մենակ չասես, որ դու հիմա Դավիթի համար ես անհանգստանում, որովհետև դու էլ տղա ունես։ Չէ, նոն, ես չեմ խաբի, որ ես Դավիթի համար անհանգստանում եմ։ Ես ուղղակի գիտեմ, որ Մարիայի երջանկությունը կախված է Դավիթից, դրա համար էլ հարցրեցի։ Իսկ ուրիշ անհանգստանալու բան չուներ այդ գործի հետ կապված։ Չհասկացա։ Լավ, ոչ մի բան, ես ուղղակի հարցրեցի։ Ռուբենը ամեն ինչ անում է, որ իսկական մարդասպանին գտնի, ու անպայման կգտնի ու ինքն էլ պատասխան կտա։ Լավ, ալա, ես գնամ, ժամանակ չունեմ, թե չէ մի քիչ կքայլեինք։ Հա չէ, առաջին անգամվա համար էս էլ էր բավական, Նոնջան։ Հույս ունեմ սրանից հետո արդեն ինձ մի քիչ հասկանալով կվերաբերվես։ Մարիա, բարև, ոնց ես։ Ինչ ես անում, ուզում ես գամ մոտդ։ Չէ, ուզում եմ քնեմ, կներես։ Բարի երեկո։ Բարև, չգիտեի, որ գալու ես։ Հա, որոշեցի անակնկալ անեմ։ Պարզ է։ Ուրեմն լավ անակնկալ չէր, որ չուրախացար։ Չէ, ուղղակի ջղայնացած եմ, բայց քո հետ կապ չունի։ Դե լավ, վարի գնանք ինչ որտեղ նստենք, համ հաց կուտենք, համ էլ տրամադրությունդ կբարձրանա, հա։ Դժվար է այսօր ինչ-որ մի բան իմ տրամադրությունը բարձրացնի։ Չէ, դու քեզ նման չես անի։ Ես քեզ լուրջ չեմ տեսել։ Ովետ ջան, ուղղակի ահավոր հոգնած եմ, արի ես գնամ տուն, լավ։ Չէ, ինչ գնալ տուն, ես գործերս թողել եկել եմ, որ միասին դուրս գանք, համ էլ հաց չեմ կերել, որ միասին ուտենք։ Իե, ես քո մոտ ամեն ինչ հաշվարկով է, հա։ Սոված ես, գործերդ ես թողել եկել, այդ ամեն ինչն էլ գումարում ես, որ ես չեմ գալիս ու ինչ, հաշվարկներիդ մեջ սխալվում ես, հա։ Այս իմ ճանաչած Անին է։ Հիմա ինչ գնում ենք հաց ուտելու։ Լավ, բայց ես շուտ եմ տուն գնալու։ Հա, եղավ, արի։ Այսօր պատահական դրսում Ալային տեսա։ Խոսեցիք։ Հա, ես իրան չէի նկատել, ինքը ինձ մոտեցավ։ Եվ ինչ էր ասում, գոհեր տղայից։ Դե ինքն էլ ամայր, իրան է պետք է հասկանալ։ Ամեն դեպքում ինչ ենք մենք Ալային մեղադրում։ Որովհետև ծնողը պետք է իր մեջ ուժ գտնի, թեկուզ որդու լավի համար
Ցավեցնի մի քիչ էլ։ Մարիայից ու Դավիթից էր հարցնում։ Ուզում էր հասկանալ, թե ինչ ենք անում, ոնց ենք տրամադրված։ Ու ինչ ինձ կոնկրետ հարցեր էր տալիս։ Չէ, ուղղակի ուզում էր իմանալ, թե Դավիթի գործը ինչ ընթացքի մեջ է։ Դե ես է կտրուկ պատասխան տվեցի։ Չմտածի, թե մենք հիմար ենք։ Ինչ ասեցիր։ Ասեցի, որ Ռուբենը ամեն ինչ անում է, որ իսկական մարդասպանին գտնի։ Հետո ուշադրությունս կենտրոնացրեցի, տեսա, թե ոնց հալարվում։ Չէ, մամ, ամեն դեպքում Մարիան շատ ճիշտ է։ Մեզ բավարար ապացույցներ են պետք։ Չգիտեմ, ոնց անեմ, մեղադրեմ, թե չեմ էլ ուզում հավատալ Ռաֆին։ Ամեն դեպքում ինձ թվում է Մարիան ճիշտ է, որ տենց խորացել է այդ հարցերի մեջ։ Նա այդքան չէր խորանա, եթե լուրջ հիմքեր չունենար։ Ավելի լավ է սպասենք, տեսնենք, թե ինչ է լինում։ Չէ, տրամադրությունը չի բացվում։ Ավետ Մարիան ուղղակի շատ լուրջ խնդիրների մեջ է։ Չեմ կարող ուրիշ բանի մասին մտածեմ։ Մարիան ընկերուհիդ է։ Ամենամտերիմ։ Լավ, իսկ ես ինչով կարող եմ օգնել։ Ոչ մի բանով։ Հիմա էլ ոչ ոք ոչ մի բան չի կարող անի։ Իսկ այդ ինչ լուրջ խնդիր է։ Կներես, բայց ես քեզ չեմ կարող ասեմ։ Ես էլ ասեցի, որ հասկանաս էլի ինչի եմ վատ։ Բայց լավ, արի էլ դրա մասին չխոսենք։ Լավ, եթե չես ուզում, արի չխոսենք։ Բայց ամեն դեպքում իմացիր, որ ցանկացած հարցով կարող ես առաջինը ինձ դիմել։ Դե Մարիան քո ընկերուհին է, իսկ դու ինձ համար կարևոր մարդ ես։ Հազիվ ժպտացիր։ Սպասում էիր ասեի, որ ինձ համար կարևոր մարդ ես։ Հետո էլ ասում ես մի արի։ Երևի որ չեմ գալիս ամբողջ օրը ու սպասում ես, չէ՞։ Սրտատրոփ։ Հանգիստ խմի։ Քոնն է, ոչ մեկ չի տար, հասկանալով։ Նայ, սեն, ցույց եմ տալ։ Դրա համար է։ Մի հատ էլ ցույց տաս կգնամ։ Լավ, էլ բան չեմ ասում, հանգիստ խմի։ Հա, բալես, ոնց ես։ Լավ եմ, պապ ջան, Դավիթին տեսել ես։ Տեսել եմ, անընդհատ քո մասին է խոսում։ Գործից եմ հարցնում, նորություն կա։ Դե փորձում ենք բողոքարկել կալանքի որոշումը, տեսնենք ինչ կլինի։ Պապ, եթե այնպես ստացի, որ Դավիթը շուտ դուրս գա, խնդրում եմ այդ մասին ինձ նախորդ կասես, լավ։ Դե եթե չհասցնեմ քեզ ասեմ, ոչինչ, անակնկալ կլինի, կուրախանաս։ Չէ, պապ, ինձ նախորդ ասա։ Ինչի։ Ուղղակի ուզում եմ իմանալ։ Լավ։ Ես ինչ է կատարում Մարիա քո հետ։ Ինչ է կատարում։ Հուսամ հասածներից մասին մտածել ես ու եկել ես, որ հասկանանք, մտածենք, թե ինչ ենք անելու։ Ես պատրաստ եմ, Մարիա, ես ամեն ինչին քո համար պատրաստ եմ։ Ուզում եմ խեղդեմ դրան։ Անխնդրում եմ, ոստիկանության մասին էլ չխոսես, հա։ Ես այդ քայլին հաստատ չեմ գնա։ Ուրեմն ես կգնամ ու պապայիդ ամեն ինչ կպատմեմ։ Ինչ ես անում, զղջամ, որ քեզ ամեն ինչ պատմել եմ, որ քեզ վստահել եմ։ Քեզ էլ պետք է մնացածի նման ոչ մի բան չասեի։ Ամբողջ գիշեր վախը սրտումս եմ քնել ան։ Մտածել եմ ինչ որ մեկին կասես։ Փաստորեն դրա համար ես, հա, առավոտ լույսով եկել մոտս։ Ան, հիմա կարևորը Դավիթի դատն է։ Եթե մեզ մոտ ստացվի իրեն արդարացնել,
ես կգնամ երկրից։ Հա, հաստատ եմ որոշել։ Ինչ? Անորոշել եմ, եթե ավելի ճիշտ երբ իմանամ Դավիթը ազատության մեջ է ու լավ է, ես կգնամ այստեղից։ Այս ամեն ինչից հետո չեմ կարող Դավիթի կողքին ապրել, ինքը արժանի չի դրան։ Ու էս էր, հա, քո խնդրի լուծումը։ Դու ուղղակի պատրաստում ես ամբողջ կյանքդ փախչելով ապրել, Մարիա։ Ան դու ուղղակի չես կարա պատկերացնես, թե ես ինչ եմ զգում Դավիթի կողքին ապրելով, այդ ամեն ինչից հետո։ Ու հետո papan ինձ ասել է, որ կալանքը հնարավոր է փոխվի։ Երբ փոխվի, ես կգնամ։ Բարև։ Ոնց ես։ Լավ, դու։ Ես լավ չէի։ Բայց հենց քեզ տեսա լավացա։ Օրս լծվեց։ Այդպեսի բաներ մի ասա ինձ վատ եմ զգում։ Ինչի՞։ Լսի, ես քեզ հենց ճիշտ բան եմ ասում, քեզ վատ ես զգում։ Ինչ է այդ կատարվում։ Նստենք։ Մարիաս ոնց է։ Լավ է, Մարիան։ Շարունակում եմ հետևել։ Ու հետևելու եմ այնքան ժամանակ, մինչև իմանամ իրականում ինչ է կատարվում։ Հա, մենք հիմա պետքա շատ ուշադիր լինենք երեխան։ Պետքա ամեն քայլին հետևողական լինենք, Ռուբեն։ Ոֆա, ես քեզ իրականում ուրիշ բանի համար եմ կանչել։ Լավ բան ունեմ ասելու։ Ինչ է եղել։ Բժիշկդ էր զանգել։ Ասաց, որ Գերմանիայից լավ բժիշկ են գալիս։ Ու լավ կլինի, որ իրա մոտ գրանցվեք։ Բայց ինչի համար, Ռուբեն։ Ես արդեն իմ բուժումը սկսել եմ, ինչ տարբերություն։ Ոնց ինչ տարբերություն։ Ասում եմ, ուժեղ բժիշկ է գալիս։ Ու շատ ավելի արագ կվերականգնվես, եթե այդ բժիշկը քեզ բուժի։ Այդ շանսը պետք չի բաց թողնել։ Երբ է գալու։ Վաղը երեկոյան օֆա։ Ու ես արդեն քո տվյալները փոխանցել եմ, որ գրանցեմ։ Այսինքն դու ինձ չես կանչել, որ հարցնես։ Ընդհանրապես զգուշացնում ես։ Ես քեզ ընդհանրապես զգուշացնում եմ։ Ճիշտ հասկացար։ Ես չեմ հասկանում, դու ոնց ես պատրաստվում ես սուտ ուսերիդ ապրելը։ Ոնց ես պատրաստվում Ռաֆի ազատությունը հանդուրժելը, Մարիա։ Գիտես իմ մոտ նես տպավորությունն է, որ դու չես էլ պայքարը բռնության դեմ։ Խնդրում եմ նորից չսկսես, ես քեզ երեք ամեն ինչ բացատրեցի։ Ես քո ոչ մի ասածն էլ չեմ հասկացել։ Չեմ էլ ուզում հասկանամ։ Դու ոնց չես հասկանում, որ ես չեմ հանդուրժի, որ իմ ընկերու կյանքը փչացնողը այս ազատությունը վայելի։ Մարիա ջան, խնդրում եմ քեզ, քանի ուշ չի, քանի մենք ունենք այս հնարավորությունը, արի մի բան անենք։ Ախր հետո ուշ է լինելու, արի մի ելք գտնենք։ Ան ելք չկա։ Ես հիմարի նման դեն եմ նետել այն ամեն ինչը, ինչով կարող է ես այդ բռնությունը ապացուցել։ Ինչի ես տենց հիմար գտնվե։ Որովհետև ատում է ինձ։ Զզվում է ինձնից, հայլու մեջ էի նայում, ուզում էի մեռնել։ Մեռնել, որ այս տհաճությունը ներսումս չզգամ, որ այդ օրվանից մինչև հիմա զգում եմ ան։ Լավ ան, արի գնանք մի քիչ քայլենք, այստեղ չեմ ուզում մնանք։ Արի գնանք։